խոսքի սահմանափակումը մեր երկրում, այսինքն դատարանի որոշմամբ, դարել է արդեն կամաց-կամաց դառնում է ռեպրեսիվ, ինքնուրույն ռեպրեսիվ միջոց։ Առաջինը մեր տղաների, որ մենք այստեղ տեսնում ենք, հիմա էլ տղաների խոսքը սահմանափակված է, առաջի անգամ երբ դրանց խոսքը սահմանափակվեց, ես դա դրական եմ գնահատել, որովհետև դրա այլընտրանքը անազատությունն էր բառից ֆիզիկական իմաստով։ Մարդիկ բանտից դուրս եկան հանրային խոսքի սահմանափակման պայմանով։ Բայց ոնց որ թե իշխանությունների դուրը եկել է այս միջոցը, երկրորդ անգամ են տղաների նկատմամբ, երկրորդ անգամ է կիրառվել, էլի չեմ ուզում քննադատեմ, որտեղ էլի ազատության այլընտրանք էր։ Բայց այլ դեպքերը որ նայում ես, արդեն ինքնուրույն են դրանք կիրառվում։ Ասենք, չգիտեմ, ում ասեմ, այս պայդրությամբ խոսքի ազատության սահմանափակման ներքո են։ Էլի պաշտպանյալներից Շենգավիթցի Արտակ Ավետիսյանը, վերջերս քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը, որ հրապարակային խոսքը նայում ես, вообще ոչ մի թեմա այդտեղ չկա, էլի։ Ալեն Ղևոնդյանը, Ռուբիկ Հակոբյանը,